Добрый день, уважаемые друзья! Сегодня у нас в гостях самый молодой, но не менее опытный медицинский представитель компании Faberlic Հասմիկ Մեջլումյան։ Բարև սիրելի Աննա, ողջույն բոլորին։ Շատ ուրախ եմ գտնվել ձեր մոտ, ձեր հյուրը։ Հուսով եմ շատ պրոդուկտիվ հարցազրույց կունենանք։ Հասմիկ, вы косметолог с медицинским образованием. Вы всегда повышаете свою квалификацию. Ваша деятельность всегда была связана с внешними проблемами кожи. Почему вы решили пройти обучение по БАДам Faberlic? Աննա ջան, ինչպես նշեցիք, ունենալով բժշկական կրթություն, ես նաև հանդիսանում եմ Faberlic ընկերության խորհրդատու եւ զբաղվելով մաշկային խնդիրներով, բոլորս էլ գիտենք, որ բոլոր այդ խնդիրները առաջանում են ներքին օրգանների ախտահարումներից։ Եվ ուսումնասիրելով մեր կենսակտիվ հավելումները, ես հասկացա, թե ինչքան նրանք օգուտ կարող են տալ մեր օրգանիզմին իրենց բաղադրությունից ելնելով եւ որոշեցի ավելի բարձրացնել իմ գիտելիքները այդ ասպարեզում եւ անցա հատուկ դասընթաց։ В чем кардинальное отличие БАДов Faberlic от, например, аптечных? Հիանալի հարցեր Աննա ջան, հիմա մեր առավելությունները շատ են, բայց ես կցանկանամ առանձնացնել դրանցից ամենակարևորագույնները։ Առաջինը, որ մեր հավելումները ստացել են հարալ սերտիֆիկատը, եւ մենք ունենք մեր բաղադրիչների մեջ բիոպերինը, ինչը հասանելի է դարձնում բոլոր մոլեկուլների ազդեցությունն օրգանիզմի վրա։ Մենք սիներգիան, ինչը որ ավելի արդյունավետությունը բարձրացնում է եւ հասցնում է կոնկրետ նպատակակետին մեր մոլեկուլները եւ ինչու՞ չէ նաեւ ամենակարևորներից մեկը նշեմ, որ մեր կայքում առկա է անվճար թեստավորման տարբերակ, որով յուրաքանչյուր խորհրդատու եւ ընդհանրապես յուրաքանչյուր մարդ կարող է անցնել եւ հասկանալ ինքը ինչ օրգանական խնդիրներ ունի եւ անմիջապես դրանից հետո համապատասխան իր խնդրի մեր բժիշկների կողմից մշակվում է հատուկ ծրագիր եւ ինքը ընդունում է իրեն արդեն անհրաժեշտ հավելումները։ Были ли в вашей практике случаи, когда БАДы Faberlic творили чудеса? Իրականում Աննա ջան, ես նույնպես ուզում եի անդրադառնալ դրան, քանի որ արդյունքը մենք պետք է տեսնենք, հա, եւ ուզում եմ նշել մի դեպք, երբ բուժառուն տառապում էր քանի տարիներով ակնեից, եւ մենք ընդամենը 4 ամսվա ընթացքում մեր կահերի միջոցով կարողացանք ստաբիլացնել վիճակը եւ հիմա նրա մաշկը շատ հիանալի վիճակում է գտնվում եւ ուզում եմ նաեւ նշել, թե կոնկրետ որ հավելումների մասին է խոսքը, դա ուրեմն աղինների աջակցումն է եւ մուլտիվիտամինային ու վիտամինային համալիրն է օգտագործել եւ այդքան սեղմ ժամանակում մենք հասանք հիանալի արդյունքի։ Իհարկե օրինակները շատ են եւ բոլոր մեր այն խորհրդատուներ, ովքեր արդեն օգտվել են եւ խորհուրդ են տվել, բոլորն էլ կարող են դա փաստել։ Что бы вы посоветовали консультантам, которые еще не начали свое развитие в продуктовой линейке БАДов от компании Faberlic? Առաջին հերթին խորհուրդ կտամ բոլոր մեր կոնսուլտանտներին եւ ոչ միայն անցկացնել թեստավորում, որի միջոցով արդեն պարզ կլինի ինչ խնդիրներ ունեն եւ մեր բժիշկ մասնագետները անմիջապես կկազմեն հատուկ իրենց համար նախատեսված կահերի խումբը, որից հետո արդյունք արդեն ստանալուց հետո մեր խորհրդատուները վստահորեն կարող են խորհուրդ տալ իրենց ընկերներին եւ կոնսուլտանտներին, ինչի միջոցով բացի այն, որ կօգնեն լինել ավելի առողջ, կավելացնեն նաեւ իրենց ապրանքաշրջանառությունը։ Есть ли ограничения по количеству приема БАДов или можно принимать хоть 20 единовременно? Ինչքան էլ որ բաղադրությունը բուսական է, Աննա ջան, խորհուրդ չի տվում օգտագործել 4 կահից ավել։ Դա բնականաբար չի վնասի օրգանիզմին, սակայն չի տա այն արդյունքը, որը որ սպասում է բուժառուն։ Այսինքն մաքսիմալ քանակը 4 պատիճ օրվա ընթացքում։ Դրանից բացի Աննա ջան, ուզում եմ շեշտել նաև, որ մենք երբեք կահեր չենք նշանակում այն բուժառուներին, այն կոնսուլտանտներին, ովքեր ունեն ախտորոշված օնկոլոգիական կամ պրոկտոլոգիական հիվանդություններ։ Հա, ճիշտ է, մենք չունենք ինչ որ ապացույց դա կվնասի թե հակառակը, սակայն մենք փորձարկումներ չենք անում եւ խուսափում ենք։
ու նշեմ, որ մեր կահերի մեջ կա մանկական շարք եւ պետք չի երբեք մեծահասակների կահերը տալ մանկահասակ երեխաներին։ Спасибо вам большое за интересное интервью. Также я вас благодарю за квалифицированную помощь в чате «Здоровая нация». Ես եմ շնորհակալ շատ հրավերքի համար։ Ուզում եմ նշել, որ սիրով պատրաստ ենք պատասխանելու բոլորի հարցերին առողջ ազգ չաթում եւ մաղթում եմ բոլորիդ առողջ մնացեք մեր կահերի հետ միասին։